Արագ ներկայացնեմ իմ կարծիքը երեկվա բանավեճի վերաբերյալ։ Առաջին համարը, երկրորդ համարը հանդիսանում էր բոլորին դեմ կուսակցությունը, որը որ ակնհայտ է, որ ունի կոնկրետ քաղաքական ուղղվածություն եւ ընտրել է որպես մարտավարություն բոլորին դեմ տրամաբանությունը, ինչը նորմալ է, բայց այնուամենայնիվ կարծում եմ այդքան էլ ազնիվ չի, որովհետեւ ակնհայտ է, որ տղաները կոնկրետ քաղաքական ուղղվածություն ունեն եւ ընտրել են այս քաղաքականության այս ձևը ինչեւ է։ Հաջորդը Նարեկ Կարապետյանն էր, որին անկեղծ ասած շատ, այսպես ասած, խղճով եմ վերաբերվում, որովհետև ակնհայտ է, որ տղան չի հասկանում որտեղ է հայտնվել եւ թերևս երևի հանդիսանալով այդ ընտանիքի ամենալավ հայերեն խոսացող անձնավորությունը իր վրա է վերցրել ամբողջ ընծանր բեռը կրկնել 300,000 ադրբեջանցի թեզը եւ անընդհատ ձև անել, որ բոլորը իրեն հասկանում են եւ բոլորը իրեն հավատում են։ Հաջորդը դա, եթե չեմ սխալվում, շնորհապետական կուսակցությունն է, Գուրգեն Սիմոնյանը, որը իմ համար, այսպես ասած, ավելի քաղաքականացված, ավելի, այսպես ասած, մեղմ Սասնա ծռերի խոսույթը ներկայացնող մի ուժ է։ Հայկ Մարությանը անկեղծ ասած շատ ծիծաղելի էր, որ ոնց կարելի էր գալ 4 ժամանոց շոուին եւ շոուի սկզբից լքել շոուն ձև անելով, որ իբր կգաք կբանակցենք, կգաք կխոսենք եւ այլը, եթե 1% կամ 2% քվեարկող կար, դա էլ այսպես ասած սկուտերի վրա մատուցել մնացած ուժերին։ Մի խոսքով կատարյալ բան էր, պրավալ էր, այսպես ասած։ Մյուսը Արման Թաթոյանն էր, որը որ ակնհայտ շատ վատ իրավիճակում էր գտնվում, ինչի մասին խոսում էր իր անընդհատ բանավեճը հաղորդավարների հետ, ինչպես նաև այն պայմանավորված իմ ընկալմամբ հարց ու պատասխանը Նարեկ Կարապետյանի հետ, որին մենք ականատես եղանք։ Իդեպ տենց մի հատ էլ դեպք կար այդ ընթացքում, այս շոուի ընթացքում։ Մյուսը Բևերն է, որը որ կարծում եմ պետք է իր համար գիտակցի, կամ իրենք չգիտեմ ինչ որ ծայրահեղ հայտարարություններ անող փողոցում գորգռացող եւ անհասկանալի բաներ ասող մարդիկ են, կամ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ են, որովհետեւ 3 բանավեճների ընթացքում ես քաղաքական ոչ մի բան չտեսա, դա քաղաքական գործչին վայել բան չէր, ու հասկանալի բան չէր, վայելը հələ մի կողմ դնենք, դե Քոչարին կարծում եմ մեջներից ամենապոզիտիվն էր, որքան էլ դա ծիծաղելի չի հնչում, որովհետև ասում էր բաներ, որին հավատում էր եւ հասկանում էր միայն տերևս ինքը եւ որևիցե բան կապ չուներ քաղաքականության հետ, ռեալ պոլիտիկի հետ։ Լևոն Զուրաբյանը ՀԱԿ-ը վաղուց մի մարտավարություն ունեն, դա արդեն վերածվել է տեսակի, դա վերջին վատության տրամաբանությունն է, այսինքն իրենց նպատակը բոլորին վատություն անելն է եւ եւս մի պայմանավորված հարց ու պատասխան Նարեկ Կարապետյանի հետ անդադ ուզում էի հարցնել իսկ գին կասեք այդ հարց ու պատասխանի այդ վատ աշակերտի պես որ պայմանավորված գնում է քննություն հանձնելու տենց հարց ու պատասխաներ, որը ամոթալի մի տեսարան էր։ Արամ Զավենի Սարգսյանին բավականին դրական են վերաբերվում եւ ընդհանուր առմամբ այն խոսույթը, որը որ իրենք ներկայացնում են, կարծում եմ բանավեճի մեջ պետք է, ամեն ինչի հետ չէ որ համաձայն եմ, բայց բանավեճի մեջ պետք է եւ կուզենամ շատ ավելի ակտիվ լինեին։ Նույնը վերաբերում է պարոն Շիրինյանին, թեպետ պարոն Շիրինյանը երեք այդ 300,000 ադրբեջանցու խոսույթի ամենահստակ գնահատականը տվեց, ասելով, որ ուրիշ բառով, բայց ասելով, որ սպանեցիք, թողեցիք։ Հաջորդը Սուրենն էր, ներողություն Պետրոսյան, եթե չեմ սխալվում, ազգանունը չի հիշել համար, նորից ներողություն եմ խնդրում, որը որ կարծում եմ, եթե քաղաքական գործունեություն ծավալի որոշ ժամանակ անց եւ ձևավորի իր քաղաքական ասելիքը, կարող է քաղաքական դաշտում ինչ որ դերակատարում ունենալ։ Դոկ կուսակցության փաստաբանը ազգանունը կներեք նույնպես լավ չեմ հիշում, արդեն ուրախացնում է, որ չեր եկել Nike մայկայով եւ ադամանդեպատ ժամացույցով եւ հարցը պարոն Թաթոյանին արդյոք ինքը պատրաստվում է համագործակցել Հայաստան դաշինքի հետ, կարծում եմ շատ հետաքրքիր էր եւ քաղաքականության մեջ բան փոխեց։ Հաջորդը Արման Բաբաջանյանն էր, որին որ նույնպես կարծում եմ պետք է աշխատի իր ասելիքի վրա, որովհետեւ անընդհատ բոլոր նախադասությունների մեջ Պուտին բառը կրկնելով կարծում եմ ավելի շատ
բացասական էմոցիա էր առաջացնում, քան դրական, որովհետև կարելի է այո նույն բանը ասել, ճիշտ բան ասել, սխալ բան ասել, բայց պետք է դա այնպես անել, որ դիմացինի համար անընդհատ այդ ասելիքը ծանրացնող չլինի, այլ հասկանալի լինի։ Եվ Էդմոն Մարուկյանը, որ շատ ցավով պետք է ասեմ, որ շատ վատ իրեն պահեց, հա պարզ է, որ պետք է հակառակ բաներ ասել ինքն դիմադիր քաղաքական գործիչ էր, բայց պահվածքը, կոնկրետ պահվածքը շատ բացասական էր։ Իսկ ես ընտրելու եմ համար 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ընտրելու եմ քաղաքացիական պայմանագիր թիմը, որովհետև ես ուզում եմ, որ Հայաստանը ապրի խաղաղության մեջ, ես վստահում եմ այն ամենին, ինչ որ մեր երկրում տեղի է ունենում, եւ ուզում եմ մենք միասին տեր կանգնենք մեր հայրենիքին, մեր անկախությանը եւ խաղաղությանը։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։